Վերջապես առավոտը բացվավ ու բարև-բարի գլստիմ նորվից այսօր մենք նկարում ենք մեր «Իմ գյուղը» սերիա 32 ժողովուրդս լայք է դրեք, բաժանորդագրվեք, իսկ մեր տուրը… Ինչ ա եղա այդ ա։ Զակ, գիտես ով ա եկե։ Հələ մի հատ շունչ քաշի։ Բարև, գիտես ով ա եկե։ Ով։ Հերոբրինը։ Ինչ ես խոսում։ Չո։ Ուր ա։ Գյուղապետի տուն կտենաս։ Կամաց արի։ Կամաց, լսենք ինչ են խոսում։ Էսի ա Հերոբրինը։ Հա։ Տեղյակ ես խի աժիծելի շորհակ է։ Չգիտեմ։ Լսենք տենանք, հələ մի վարքյան չի լսվում, արա գնանք դրա մոտ, տենանք կլսվի։ Հերոբրին, խի ես եկե, քեզ չէի ասել չգաս։ Գյուղապետ, ես պետք ա գալ, ուրիշ դես չկար։ Ինչ արա։ Ներս մտնենք, սպասի ես առաջինը մտնեմ, ենքան գնա։ Կարելի ա։ Արի։ Այդ տղա ես ինչա, չէի ծիծաղում, հեչ ուրիշ բան էի ասում։ Հերոբրին, բա խի ես սենց ժիծելի շորերով։ Տենց եմ ուզել, որովհետև ես շատ եմ սիրում գյուղերը։ Ձեզ չեն ասել։ Վախենում եմ, տես մի ասա, էլի։ Հա, գյուղապետ։ Ինչ պետք է անենք, գյուղապետ։ Հեռու գնանք։ Չգիտեմ, ես էլ եմ վախենում, էսի ամեն ինչի տունա կա, միանգամից հայտնվես տունս, ոտքով է չի եկե։ Ոնց որ վախեցել ես, հա։ Մի բան կա, չէ՞ մտքիդ որ եկել ես։ Ճիշտ գուշակեցիր, իմ մտքին մի բան կա։ Բայց Ես որոշել եմ, որ պետք ա դուք այս գյուղում չապրեք։ Ինչ։ Տղա ջան, դու դեպիլ ես թե դեպիլ։ Ֆայվդոն ջան, լուտ չէ իր այդ տես չխոսաս, էլի։ Ճիշտ ա ասում, ախր գիտես, չէ։ Ես քեզ չեմ պաշտպանում, պրոստը ասում եմ, գիտես չէ։ Գյուղապետ, այն որ ասում էիր, խակերից ուժեղ, խակերից հզոր, սրա մասին էիր ասում։ Հա, Սակո, ճիշտ ես։ Հա։ Հիմա որ ինքը գյուղացու շորերով ա, դեմքով բանով, իրանց սենց որ չափալաղեմ ինչ-որ բան կլինի, թե չէ։ Չէ, դժվար։ Այ տղա, այս շորեդ փոխելուց բնավորությունը չի փոխվում։ Չէ, ձենս էլ չի փոխվել, ոնց տենում ես։ Չեմ տենում, լսում եմ։ Ինքը, նայ, նայում ես, չի լսում, չէ։ Լսում ես։ Չէ։ Նայ, ինքը սպիտակ աշկերով քաչալ մի հատ այն կառշնովի շորերով երկար քթով մի վարքյան դելի մոխրագույն կոշիկներով դեբիլա։ Всё։ Ասում է ձենս տենում ես։ Տենում եմ։ Այ տղա, բա ասում ես խես եկե մեր գյուղը մառախուղներով բանով էլի։ Եկել եմ, որ բոլորիդ գյուղից հանեմ։ Բայց դու գյուղապետ չես էլ եղել որ։ Իսկ ինչ չի հետաքրքրում ով ա գյուղապետը։ Ոյ, գյուղապետ, տեսար, չէ՞ քեզ բան ասես։ Ահա, Սակո, ես իրա ոչ մի բան չեմ կարող անեմ։ Գյուղապետ։ Այս թագը տումա պետք անի շպրտի։ Չէ, Հերոբրին, ոչ մի բան չանես, էլի ինգերական։ Գնա էլի, ինքը մառախուղը վերցրե գնաց տեղից։ Չեղավ, ժիծելները պետքա ստեղ չապրեն։ Իրանք ոնց ինձ արել են, տենց էլ ես եմ իրանց անելու։ Սակո, չհասկացա ժիծելները իրան ինչ են արել։ Ֆայվդոն ջան, կլինի գնաս ընդեղ ես իր այդ խոսամ հանգիստ։ Ժիծելները քեզ ինչ էին արել։ Իրանք չէին թողում, որ ես ստեղ ապրեմ։ Բայց խես դու ուզում ստեղ ապրես։ Էս իմ սիրած գյուղն ա, ու ես եկել եմ այս գյուղի հետևից։ What? Ոնց կարելի քո գյուղը լինի։ What is? Ես չասեցի, որ իմ գյուղն ա։ Բա ոնց ասեցիր, մի հատ ասա չլսեցի։ Ես ասում եմ, որ էս իմ սիրած գյուղն ա։ Ես ստեղ եմ ապրելու։ Այդ տղա մի արա ջղայնանա կգա մազետ կպոկի։ Հիմա ինչ սաղից գյուղից հանելու ես, վտարես, հա։ Հա, ճիշտ ես հասկացել, սաղիդ տանելու եմ,
Իմ գյուղից։ Գյուղապետ, ինչ-որ բան ասելու ես։ Երևի չէ։ Ժողովրդս մեր գյուղապետը վախեցել է։ Ումից Խերոբրինից։ Արա մի բան ասա, ուզում եմ մեզի գյուղից անի։ Չես կարող պաշտպանես։ Իրականում չէ։ Դու ուրիշ գյուղ չես կարա ապրես։ Ոչ, այս հարցը էլ չի կրկնվում։ Հələ մի վարքյան, ես ուրիշ բան եմ ուզում հասկանամ։ Եթե մենք չուզենք գյուղից ելնենք, ինչ ես անելու։ Ուղղակի բոլորիդ կսպանեմ։ Կսպասես գնամ մի հատ տեղ գամ։ Սպասում եմ։ Մի սպասի արի հետս։ Ուր։ Լսի հələ։ Պապից լավ ես։ Հա։ Իսկ բժիշկը ստեղ է։ Հա։ Դե նայ Շատակի կարաս զանգես սկորի։ Խի։ Գնում ենք խակերի հարցերը լուծելու։ Խի կռակաջելին։ Կուզես մեր բժիշկին հետս վերցնենք։ Իսկ կարող է ագարոդնես հավաքեմ։ Հավաքի։ Կանյաթամը դրան ասեմ տեղ չդնաս։ Մի վարքյան։ Այ տղա, ես իմ ագարոդները պետք է հավաքեմ ընդեղ, գիտես էլի տենում ես։ Հա, հետո։ Նենց որ տեղ չգնաս, հələ ես քո հետ խոսալու բան ունեմ։ Հասկացա։ Իսկ ես չեմ պատրաստվում գնալ։ Դաժե ինքը չի էլ պատրաստվում գնա։ Մալադես տղա, դուխը հələ իրան ատում, չգիտե, ում հետ գործունի։ Հե։ Կարոջի ժողովրդս վերցնենք մեր մատիգան գնանք, արագ հավաքենք ագարոդներս ու մի հատ բան եմ որոշի անեմ։ Մի չէ էլի, մի երկու տենց թեթև։ Չնայած ես լսել եմ, որ ինքը անմահ է, բայց ասում են, որ իրան սպանում ես, ինքը 1 ամիս հետո նոր կարա վերածնվի։ Մի ամիս կարանք հանգիստ ապրենք, չէ՞ Ֆայվդոն ջան։ Հա, իհարկե։ Անենց որ ես իմ ուժը չի հերիքի, որ իրան սպանեմ, քո ուժն էլ է պետք, բայց ես կարդացել եմ Google-ում, որ այդ Խերոբրինը ինքը մի հատ ուժեղ ուժ ունի, որ ինքը մահանալուց առաջ ոնց ասեմ, էներգիա է տանում հետը, չէ, էներգիա է տանում, էներգիա։ Նենց որ երկուսս իրար հետ պետքա սպանենք, որ գոնե քիչ էներգիա տանի։ Ջոգի չէ։ Ու ասում են գլխապտույտ առաջանում տեղ ու մի հատ բում է լինում ու ինքը ճիշտ է մահանում է, բայց հետը լավ էներգիա տանում։ Ասում են 3 օր 2 օր սենց ոնց որ քեզ հոգնած զգաս, չկարանաս գործ անես։ Հա։ Նենց որ ես դրա համար գիտեի, որ տենց է լինելու, ասեցի ագարոդներս հավաքեմ, որ չմնա։ Բավ դե դու տեղ ագարոտներ գործիների ես մի հատ վալոտ հետ խոսա։ Դու քո տան հետևի ագարոդները հավաքի։ Դու քո տան հետևի ագարոդը հավաքի, ես էլ ես հավաքեմ, գնամ տնեմ տունս։ Հա ժողովրդս ես ծախել եմ այդ բերքերը գյուղապետին սերիայից առաջ ու մենք ունենք արդեն ֆուլ ալմազնի գործիքներ, հա։ Ինձ գնել եմ ալմազնի գործիքներ բոլոր իմ գումարներով։ Կարոջի լավ է ստացվում։ Նենց որ արագ հավաքենք, որ հետո պրինցիպի որ մեր ուժը գնա, ուժը, սենց էներգիա չունենանք, հոգնած ենք մեզ զգալու, էդի 100%, ասում են լավ էներգիա տանում, կուզի միլիարդ հոգի լինեք, ինքը լավ էներգիա տանում, ու ես դրա համար հիշեցի ջրհորի մոտ, ու ասեցի խի չէ, գնամ ագարոդներս հավաքեմ, որովհետև կարող է հետո իրոք չկարանամ ոչ մի բան անեմ։ Օպա, այս է սենց։ Բայց որոշել եմ այս ցորենները չտամ էլ գյուղապետին, հաց սարքեմ։ Հա ժողովրդս հեսա կգնենք մի հատ հաց կսարքենք, կուտենք, հեշտ է սարքվում։ Սարքենք, կուտենք, որ ֆուլ լինենք ու գնանք արդեն հետը մենամարտի սենց ասած շատ դժվար է լինելու, հետի
Էդի մի այլ կարգի վատ է։ Դու հաց ունես։ Չէ։ Լավ, ցորեն ունես։ Հա։ Դե կարաս քո տունը սարքես, որ ուտես, պրինցիպի։ Իսկ մենք կարանք մեր տունը սարքենք, որ ուտենք էլի։ Շատ վատ է ստացվել ժողովուրդ, ես միայն այն փաստից, որ ես ուժս մասամբ, շատ քիչ կորցնելու եմ, ես տխրում եմ։ Ես տխրում եմ, որովհետև չեմ ուզում ուժս կորցնեմ։ Պրինցիպի վատ է ստացվելու, որ մենք մեր ուժը կորցնենք։ Ամբողջությամբ չենք կորցնելու, բայց դե չգիտեմ։ Ասում են ինքը մահանում է, ես կարդացի, ինքը մահանում է, բարեմն մի վարկյան հետո, սենց գլուխդ ահավոր է պտտվում է ու մի հատ գմփոց է գալիս։ Ուտեղ, չգիտեմ ինչ ալի։ Հասկանում ես, որ դու էլ գոյություն չունես։ Թուրդ վերցրել ես։ Անպայման։ Դե հանգարց բան չխոսաս, արի դուս ոչ մի բան չջոգի։ Ես մի հատ հաց ուտեմ, որովհետև շատ սոված էի։ Մի վարկան գնամ իմ տուն կամ։ Ինչ հայղ է։ Մոտից սակառակն է, հավաքածնի տանեմ։ Լավ, իսկ կակրած լսեմ ինչ են խոսում։ Հակեր խնդրում եմ ոչ մի բան չանես։ Չէ գյուղապետ, ես պետք է ամեն ինչ անեմ։ Արա, էսի ուզում եմ ես գյուղից հանի, բայց մենք եթե իրան սպանենք, 1 ամիս ժամանակ կունենանք հանգիստ ապրելու։ Ես չգիտեմ ճիշտ է որ 1 ամիս է, թե սուտ է որ 1 ամիս է, այսինքն ինքը կարա 1 ամսից շուտ գա, թե 1 ամսից ուշ։ Կոմենտներում բեր դու գրի, Խերաբրինին որ սպանում ես։ Ինքը երբ է գալի։ Գնացինք։ Բայց մի քիչ դանդաղ կծեցես, կողոնիցի։ Դա չի կարա։ Ուղղակի անշարժ կկանգնես, երբ որ ինքը կորավ արդեն, սպասի։ Խերաբրին։ Ես դրերը տանել եք, որ ինձ բան անեք։ Հա, ես գիտեմ, որ դու անմահ ես, բայց մենք հասկանում ենք քեզ, դրա համար կասեմ քեզ, դու մեռնելու ես։ Արա, ես ինչ այլեմ, արա։ Արա, ես ոնց է գլուխս ցավում։ Ֆայվ դու ինչ ա եղել։ Ուր կորա։ Սաֆարում։ Լսեցիր այդ գմփունը։ Արա, մենք իրան սպանեցինք, այո, ու այդ Google-ի գրածն ճիշտ էր, տեսար, չէ։ Գյուղապետ տեսար։ Հա, տեսա, իմ գլուխն էլ էր ֆռում։ Էդ ինչ էր։ Չհասկացա գյուղապետ, ուրեմն ճիշտ էր, հա։ Ժողովուրդս լայք է դրեք, բաժանորդագրվեք ալիքին, իսկ մենք կհանդիպենք մյուս տարօրինակ վիդեոում։